Մեկը վերարկուով է, մյուսը անթև շապիկով, մեկը երկարաճիտ կոշիկով է, մյուսը ամառային ոտնամաններով։ Եղանակն ու օրացույցն իրար են խառնվել։ Թե պառավը գիժ մարտին չնեղացներ, ուլերից էլ չէր զրկվի, մենք էլ ստիպված չէինք լինի արևոտ օրերից հետո վայելել այս անձրևն ու ամպրոպը։ Լինում է մի պարավ, որը որ ուլերին ժամանակից շուտ տանում է արոտավայր։ Տաքորերի ժամանակ անիծում է մարտին, ասում է մարտը պրծավ, դարդս պրծավ ու մի լավ հայհոյում է մարտին։ Մարտը դրանից կատաղում է եւ փոխ է առնում մի քանի օր ապրիլից, որպեսզի իր ցրտերը իրականացնի եւ պատժի պարավին։ Եվ երբ որ պարավը բարձրացնում է սարիր ուլերին, այդ ժամանակ փոթորիկ է բարձրանում եւ ուլերին եւ պարավին միասին խեղդում է։ Ու տարբերակներ կան, որ մենակ ուլերն են խեղդվում եւ այդտեղից մնացել է այդ հիշատակությունը, որը որ նաև զգուշացում է բոլոր մարդկանց համար։ Պարավի ուլեր, պարվի ուլեր կամ պարավի ցուրտ, այս անուններով է ժողովրդական տոմարը բնորոշում ապրիլի կեսերի ցրտերն ու եղանակի փոփոխությունը։ Գյուղերից հավաքած տեղեկությունն ազգագրագետը նախ գյուղացիներին է փոխանցում։ Լավ կլինի կենդանիներին շուտ չհանեն արոտավայրեր։ Երկրագործի համար շատ կարևոր է, որ ցանքսը վերջացներ մինչև պարվի ուլերը։ Այսինքն եկող անձրևները, որպեսզի արդեն ռոռոկման ֆունկցիան կատարեին, թեև շատ տեղերով կգտնենք ցանի մարտին տուր դարտին։ Ցանիր ապրիլին կապրես։ Այսինքն պետք կարելի է ցանել ապրիլին, բայց կամ պարվի ուլերից շուտ, կամ պարվի ուլերից հետո։ Բայց եղանակի անակնկալ այս փոփոխությունն անակնկալ չէ օդերևութաբանների համար։ Տեսնում ենք լավ անպամած եղանակ եւ կանխատեսում լավ տեղումների առաջիկա շաբաթվա ընթացքում, որը բնութագրական է տարվա այս ժամանակահատվածի համար։ Այսօրվանից սկսած հանրապետությունում, հատկապես օրվա երկրորդ կեսին, գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասում է ներզանգվածային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպներ ժամանակ առ ժամանակ, հնարավոր է նաև կարկուտ, քամուշ գնացում։ Ըստ մասնագետի ապրիլին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու, տեղումները նորմայից շատ։ Տեղումները ցանկալի են խոնավապահովվածությունը բարձրացնելու համար։ Ժողովրդական տոմարը ճշգրիտ արձանագրում է պարբերաբար կրկնվող տիեզերական երևույթները։ Այնպես որ Լիլիթը զգուշացնում է պարվի ուլերին ապրիլի վերջին կհաջորդի գյամեշ կռանը կամ գոմեշ ջարդող ցուրտը, ապա ջրբերան կամ ջրառատ մայիսը։ Օֆելիա Կամավոսյան, Իզաբելա Հովանիսյան, Միլենա Պողոսովա, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։